Կապանի Պարի Աստղեր շոու ստուդիան վերջերս մայրաքաղաքում կայացած Նազանք 2025 համահայկական բազմաոճ պարերի մրցույթ փառատոնից է վերադարձել։ Մրցակցային ելույթների երկարատև դադարից հետո կապանցի պարուհիները կատարողականության եւ բեմադրության շնորհիվ ամենաբարձր գնահատանքի են արժանացել։ Հանրապետության շուրջ 40 պարային խմբերի հետ մրցակցելու պայմաններում սա գովելի արդյունք է։ Շատ լավ է, որ Նազանքը բազմաոճ է, այնտեղ երկու բաժին է, ժամանակակից պարեր եւ հայկական եւ ազգային պարեր։ Մենք երկու բաժիններն էլ ընտրեցինք տարիքային երկու խումբ, 10-ից 12 եւ 13-ից բարձր խառը տարիքային խումբ։ Մասնակցեց Պարի Աստղեր բուն թիմը եւ նոր Աստղեր թիմը։ Ժամանակակից բաժնում մենք միայն մեկ համար ունեինք, որից հետո սկսվեց հայկական բաժինը, որտեղ մենք ունեինք 3 համար տարբեր ոճերում, բոլոր պարային համարները 60 միավորով գրավելով զբաղեցրեցին առաջին տեղը։ Նոր Աստղերը ներկայացան Սևան պարով եւ Արևմտյան Հայաստան պարով, երկուսն էլ առաջի, եւ Պարի Աստղերը մոդեռն ժամանակակից պարով եւ Նազարնի Բրոյի հայկական ոճավորված պարով դարձյալ երկուսն էլ առաջի տեղ։ Մրցույթ փառատոնից բացի մայրաքաղաք նույն այցելության շրջանակում Պարի Աստղերը մասնակցեց նաև Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հայրենի մշակույթ համահայկական ոչ մրցակցային փառատոնին։ Այստեղ եւս մեր պարուհիները աշխատասիրությամբ առանձնացան։ Ակտիվ մասնակցության համար մեզ հնարավորություն տրվեց 26 թվականի ամռանը մասնակցել Իտալիայում փառատոնի։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, արդեն մտածում ենք, թե ինչ լավ պարի ոճերով կարելի է ներկայանալ Իտալիայում, որպեսզի տպավորիչ լինի, որպեսզի մենք հայերով լավ տպավորություն թողնենք իտալացիների մոտ։ Հիմքը դնում ենք հայկականի վրա, որովհետև եթե գիտենք, որ պիտի գնանք դուրս ու ավելի լավ է հայկականը տանել ու ներկայացնել հայկականը, բայց տարբեր ոճերի մեջ փորձում ենք ներկայանալ։ Քաղաքից դուրս յուրաքանչյուր մրցույթի մեկնելն ունի դժվարություններ, հիմնականում ֆինանսական։ Մասնակցությունը անհնար կլիներ առանց համայնքապետարանի եւ սաների ծնողների աջակցության։ Երեխաներին հիասթափեցնել չէին կարող։ Պարը նրանց համար ապրելակերպ է։ Ես շատ ուրախացա եւ շատ զգացմունքներ թողեցի, որ հաղթեցինք, առաջի տեղ գրավեցինք եւ շատ ուրախ եմ, որ ելի նույնպես կգնանք սենց մրցույթների։ Մինչեւ բեմ դուրս գալը լարվում ենք, բայց հենց դուրս են գալիս, էլ վախն էս անցնում է։ Դպրոցն ավարտելուց հետո գնալու եմ Երևան եւ ցանկություն ունեմ ընդունվել Երևանի պետական մանկավարժական համալսարանը, պարարվեստ բաժին, քանի որ մենք ինքներս շատ տաղանդավոր ազգ ենք, ես վստահ եմ, որ մենք ունենք շատ լավ պարողներ, ովքեր հետագայում կարող են մեծ հաջողությունների հասնել։ Ես ինքս պատրաստ եմ չարչարվել եւ հաջողության հասնել, քանի որ ինձ հաճելի է զբաղվել պարով։ Շատ ուրախ եմ, որ մեր միասնականության եւ աշխատասիրության շնորհիվ հասանք այդ արդյունքին եւ դա խթանում է ել ավելի շատ աշխատել եւ հասնել նոր հաջողությունների։ Անհնարին ոչինչ չկա, ավելի շատ աշխատելով, ավելի ուժ գործադրելով այն բանի մեջ, որին ուզում ես դու հասնել, կարող ես տեղի ունենալ։ 33-րդ տարին է ստեղծագործում է խումբը։ Գլխավոր պարուսույցի եռանդին կարելի է միայն նախանձել, սակայն չի հերքում, եթե չլինեին նրա աջ ձեռքը եւ աշակերտների անսահման աշխատասիրությունը, դժվար կլիներ այդքան տարի վայելել հանդիսատեսի սերն ու ջերմությունը։